Բարև ձեզ, ով է Արցախում մարդու իրավունքների նոր պաշտպանը, որքանով է արդյունավետ ծախսվել 2015 թվականի պետական բյուջեն եւ բազմաթիվ հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից։ Խորհրդարանական ժամն է եթերում մայիս ամսվա ամփոփ լրաքաղով։ Արցախի Հանրապետությունը մարդու իրավունքների նոր պաշտպան ունի 6-րդ գումարման ԼՂ ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի մայիսի 5-ի լիագումար նիստի օրակարգում նաև նրա նշանակման հարցներ։ Արցախի մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանը ազգային ժողովին հրաժարականի դիմում է ներկայացրել եւ օրենքի պահանջին համապատասխան 10-օրյա ժամկետում վերահաստատել այն։ Ըստ օրենքի մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները դադարեցված են համարվում, երբ այդ մասին հայտարարվում է խորհրդարանի լիագումարում։ Նոր տեխնացուն Ռուբեն Մելիքյանն է, չի թաքցնում Արցախից իր հիմնական ասելիքը արտաքին աշխարհին է ուղղվելու։ Ադրբեջանը հանցագործություններ է կատարել եւ պետք է դրա համար պատասխան տա։ Ամենաթարմ օրինակը ապրիլյան պատերազմի ընթացքում գործած վայրագություններն են։ Ադրբեջանի կողմից կատարված այս վայրագությունները ակնհայտ մարտահրավեր են ժամանակակից քաղաքակրթության հիմնարար պատկերացումներին, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, եւ ես շարունակելու եմ հետեւողականորեն բարձրաձայնել այս խնդիրները ակնկալելով համարժեք արձագանք։ Ըստ օրենքի պաշտպանը պետք է ընտրվի падգամավորների ընդհանուր թվի 3/5 քվեներով փակ քվեարկությամբ։ Վերջինը դաշնակցական Գյորգի Պետրոսյանն է քվեաթերթիկը վերցնում։ Քվեարկությանը մասնակցել է 29 падգամավոր։ Առաջադրված տեխնացուն քվեարկության ընթացքում ստացել է հետևյալ ձայները՝ կողմ 27, դեմ 2։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովը որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակել Ռուբեն Նորայրի Մելիքյանին։ Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, երդվում եմ հավատարիմ լինելով Արցախի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության եւ արդարության սկզբունքներին, պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեփոխչությամբ եւ ջանասիրությամբ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը 6 տարի ժամկետով է նշանակվում։ Նշանակման օրը խորհրդարանի նախագահը նոր պաշտպանին իր աշխատակազմին է ներկայացրել։ Ռուբեն Մելիքյանը ծնվել է 1982 թվականին, Ֆլետչերի դպրոցի շրջանավարտ է, իրավաբանական գիտությունների թեկնածու, գիտական աշխատանքների հեղինակ։ 2012-2013 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության փոխնախարար։ Ազգային ժողովի մայիսի 5-ի լիագումար նիստի օրակարգում միայն մարդու իրավունքների պաշտպանի նշանակումը չէր, մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկել գործադիրը։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ԼՂ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ոստիկանության պետի տեղակալն է ներկայացրել։ Սահմանվել է տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների եւ բժշկական սահմանափակումների ցանկը։ Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենքն ընդունվել է միաձայն։ Փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկում պետական կենսաթոշակների մասին ԼՂ օրենքում։ Նախագիծը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է ներկայացրել։ Օրենքը նախատեսում է նաեւ 2016 թվականի հուլիսի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած զինված ուժերի զինծառայողների կենսաթոշակը հաշվարկելիս հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը զինծառայության ստաժում հաշվառել կրկնակի չափով։ Որոշ դեպքերի համար գործող վերջնաժամկետները վերացվել են։ Օրակարգային վերջին հարցը վերահսկիչ պալատի 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունն էր, այն ներկայացրել է վերահսկիչ պալատի նախագահը։ Ընդհանուր առմամբ 2015 թվականին վերահսկողության արդյունքներով 413 միլիոն դրամի չափով ֆինանսական խախտումներ եւ թերություններ են հայտնաբերվել, որից 113 միլիոն դրամը վերականգնման ենթակա, դրա 60%-ը արդեն վերականգնվել է։ Վերահսկիչ պալատի ներկայացրած նյութերի հիման վրա գլխավոր դատախազությունը 2 քրեական գործ է հարուցել։ Հարակից զեկույցով հանդես է եկել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Ներկայացված հաշվետվության հետ կապված առարկություններ չկան։ Հայրենիք խմբակցության падգամավորները հարցեր ունեին վերահսկիչ պալատի նախագահին, ինչու խախտումներ անողների անունները չեն հրապարակվում։ Էրնեստ Ավանեսյանը խոստացավ հաջորդ հաշվետվության ժամանակ հաշվի կառնի։ Օրակարգով նախատեսված էին նաև падգամավորական հայտարարություններ, չեղան։ Աշոտ Ղուլյանն էլ հայտարարություն չուներ, ուղղակի շնորհավորանք եռատոնի կապակցությամբ։ Օրենքի պահանջներին համապատասխան գործադիրը ազգային ժողովին է ներկայացրել 2015 թվականի բյուջեի կատարողականը։ Բյուջե 2015-ի քննարկումներն են մայիս ամսվա ընթացքում եղել խորհրդարանի աշխատանքների առանցքում։
Մայիսի 11-ին ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը ազգային ժողովի մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների պատասխանատուներին է ներկայացրել ԼՂ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Նիստը վարում էր խորհրդարանի գլխադասային ֆինանսա-բյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը, ներկային ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը եւ կառավարության անդամներ։ Ֆինանսների նախարարի ներկայացմամբ հաշվետու տարում համախառն ներքին արդյունքը կազմել է 209.3 միլիարդ դրամ, նախորդ տարվա նկատմամբ արձանագրելով 9.1%-ի աճ։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 2.5%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքը 12.9%-ով։ 2015-ին պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 34 միլիարդ 436 միլիոն, փաստացի ծախսերը 83 միլիարդ 107 միլիոն դրամ։ Մայիսի 12-ին տեղի է ունեցել ազգային ժողովի արտաքին հարաբերությունների եւ ֆինանսա-բյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահներ Ռուսլան Իսրայելյանը եւ Արզիկ Մխիթարյանը։ ԼՂ 2015 թվականի պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել արտաքին գործերի, զբոսաշրջության, մամուլի եւ ռադիոհեռուստատեսության բնագավառների պատասխանատուները։ Մայիսի 13-ին տեղի է ունեցել ազգային ժողովի արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների եւ ֆինանսա-բյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը եւ Ռուսլան Իսրայելյանը։ ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել գյուղատնտեսության, քաղաքաշինության, էկոնոմիկայի, բնապահպանության բնագավառների պատասխանատուները։ Համատեղ քննարկմանը ներկայ էին ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը եւ կառավարության անդամներ։ 2015 թվականի պետական բյուջեից քաղաքաշինության ոլորտին է հատկացվել 12 միլիարդ 18 միլիոն դրամ, ծախսվել է 11 միլիարդ 996 միլիոն դրամ կամ 99.8%։ Կատարողականը ներկայացրել է Կարեն Շահրամանյանը։ Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականի մասին հաշվետվությամբ հանդես է եկել էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը։ 2015-ին ոլորտի համար նախատեսված միջոցները կազմել են 952 միլիոն, կատարողականը 788 միլիոն դրամ կամ 84.7%։ Գյուղատնտեսության ոլորտին հատկացվել է 3 միլիարդ 341 միլիոն դրամ, կատարողականը 3 միլիարդ 266 միլիոն դրամ կամ 97.7%։ Մանրամասները ներկայացրել է գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը։ Մայիսի 16-ին տեղի է ունեցել ազգային ժողովի սոցիալական եւ առողջապահության հարցերի ու ֆինանսա-բյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահներ Արամ Գրիգորյանը եւ Ռուսլան Իսրայելյանը։ Առողջապահության նախարար Կարինե Աթայանի ներկայացմամբ 2015 թվականին առողջապահության ոլորտին պետբյուջեեցողվել է 5 միլիարդ 750 միլիոն դրամ, կատարողականը 95.6%, իսկ սոցիալական ծրագրերին հատկացվել է 20 միլիարդ 761 միլիոն դրամ, կատարողականը 19 միլիարդ 228 միլիոն դրամ կամ 92.6%։ Մանրամասները ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը։ Մայիսի 17-ին տեղի է ունեցել ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսա-բյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Ռուսլան Իսրայելյանը։ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ներկայացրած հաշվետվության համաձայն պետական բյուջեով 2015 թվականին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հատկացումների հաստատված պլանը կազմել է 1 միլիարդ 258 միլիոն, կատարողականը 1 միլիարդ 213 միլիոն դրամ կամ 96.5%։ Կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանի ներկայացմամբ 2015-ին պետական բյուջեից բնագավառին հատկացվել է 13 միլիարդ 994 միլիոն դրամ, կատարողականը 13 միլիարդ 424 միլիոն դրամ կամ 95.9%։ Մայիսի 18-ին կայացել է Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Դարմփակ։
Մայիսի 19-ին տեղի ունեցել ազգային ժողովի պետական իրավական ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը եւ Ռուսլան Իսրայելյանը։ Բյուջե 2015-ի կատարողականի մասին հաշվետվություններ են ներկայացրել նախագահի աշխատակազմի, ազգային ժողովի աշխատակազմի, կառավարության աշխատակազմի, արդարադատության ոլորտի եւ պետական մի շարք կառույցների պատասխանատուներ։ Հիմնական բնորոշիչը խնայողություններն էին, որոնք ավել կամ պակաս չափով առկա էին գրեթե բոլոր ելույթներում։ Խմբակցությունների կազմով բյուջե 2015-ի կատարողականի քննարկումներից հետո մայիսի 26-ին կայացել է գլխադասային ֆինանսա-բյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի մասնակցությամբ։ Ռուսլան Իսրայելյանը անցած օրերի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքներն է իմի բերել։ Մշտական հանձնաժողովների հետ անցկացել համատեղ նիստեր բոլոր խմբակցությունների հետ, քննարկվել է բյուջեի կատարման 15 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը։ Խորհրդարանականների առաջարկը կատարողականը առավել բացված ներկայացնել ըստ ծրագրերի ուժի մեջ է մնում։ Ֆինանսների նախարարը տեղեկացնում է այդ ուղղությամբ աշխատանքներ սկսել են, սակայն գործընթացը մի քանի տարի ժամանակ է պահանջելու։ Գլխադասային հանձնաժողովի նախագահը անգամ այս վիճակով նախորդ տարիներից անհամեմատ ակտիվ է գնահատում բյուջեի կատարողականի շուրջ քննարկումները, ինչը նաև պրոֆեսիոնալ խորհրդարանի անցնելու արդյունք է համարում։ Ես համարում եմ, որ այս տարի 2015 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը անցել է ավելի բուրն քննարկումների տեսքով, ավելի պրոֆեսիոնալ մոտեցմամբ, քան նախորդ տարիներ եւ հույսն է, որ առաջիկայում էլ ավելի լուրջ կմոտենանք այդ ամեն ինչին եւ կստանանք լուրջ արդյունք։ Երեք կողմ մեկ ձեռնպահ ձայների այս հարաբերակցությամբ ասել է, թե գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ բյուջե 2015-ի կատարողականը կներկայացվի խորհրդարանի առաջիկա լիագումար նիստին։ Ազգային ժողովի խմբակցությունների գնահատականները եւս բյուջե 2015-ի կատարողականին էին վերաբերում, սակայն բոլորն էլ սահուն անցում են կատարել 2016 թվականի պետական բյուջեին։ Ապրիլյան պատերազմը հետևությունների առիթ է տվել։ Բյուջեի կատարողականի մասին անցյալ տարի նույնպես արտահայտվել ենք, այս տարի նույնպես նույն բաներն ենք ասելու, այն տեսքով ինչ ձևով որ ներկայացվում է ազգային ժողովին, դա մեզ չի բավարարում, քանզի նման տեսքով բյուջե ներկայացնելը, բյուջեի կատարողական ներկայացնելը թույլ չի տալիս պատգամավորներին լուրջ վերահսկողություն հաստատել բյուջեի կատարողականի վերաբերյալ։ Մենք ասել ենք, առաջարկել ենք, որպեսզի բյուջետավորման մեխանիզմը փոխվի, հանդես գան ծրագրային բյուջետավորմամբ, նույնիսկ անցյալ տարի առաջարկել էինք, որպեսզի ազգային ժողովում հատուկ դասընթացներ անցկացվեին պատգամավորների հետ ծրագրային բյուջետավորման կապակցությամբ, որպեսզի վերահսկողության մեխանիզմները ավելի լավ իրականացվեն։ Այն ձևով ինչ ձևով որ այսօր ներկայացում է բյուջեն, կատարողական, այսինքն կոնկրետ թվեր, այսքան տոկոսով է իրականացվել, այսքան ծախսվել, այսքան չի ծախսվել, դա ոչինչ չի տալիս պատգամավորներին եւ ընդհանրապես հասարակությանը։ Հասարակությունը հստակ պետք է իմանա կոնկրետ ինչ ծրագիր է իրականացվել, ինչ գումարի չափով եւ ինչ է ստացել դրա դիմաց հասարակությունը։ Եվ ազգային ժողովն էլ դրա հիման վրա պետք է կարողանա վերահսկողություն սահմանել։ Սա ընդհանուր ծրագրային բյուջետավորման մասով։ Բնականաբար այս օրերին բացի բյուջեի կատարողականից քննարկվելու էր նաև վերջին ապրիլյան իրադարձությունների հետ կապված վիճակը, տնտեսության վիճակը, պահեստազորի ներգրավման հարցերը, դրանց փոխհատուցման հարցերը, այս հարցերի վերաբերյալ նույնպես բազմաթիվ քննարկումներ են եղել եւ տրվել են համապատասխան պատասխաններ։ Նպաստավոր տարի է եղել 15 թվականը եւ բնականա այն ցուցանիշները, որ արտահայտություն են գտել բյուջեում, խոսում է այն մասին, որ ունեցել ենք տնտեսական աճ։ Այսիսկ առումով, եթե վերցնենք եւ հնայի աճը եւ մեկ շնչին ընկնող բնական է հնայի գծով աճը ակնբախորեն կա, այսինքն սա ցույց է տալիս, որ ժողովրդի կենսամակարդը ինչ որ չափով բարձրացել է, աճել է, որոշակի գործել իհարկե կատարել է նաեւ ներդրումային դաշտում, ընդհանուր առմամբ կարելի է բնութագրել որպես դրական այս գործընթացները։ Բայց միաժամանակ պիտի հաշվի առնել, որ նման աճի պայմաններում եկամուտների նման ապահովումը իհարկե անհանգստացնող է եւ եթե այսպես մի քիչ
նայենք ապրիլյան դեպքերից, ես ուղղակի պիտի ասեմ, որովհետև կարծում թե ապրիլյան իրադարձությունները պատերազմական անդրադարձ են ունեցել մարդկային կերպարի վրա, յուրաքանչյուրիս մոտ, անկախ ինչ դիրքում է, ինչ պաշտոն է զբաղեցնում, եւ հատկապես գործող իշխանությունների վրա ազդեցություն է գործել, ուզում եմ ասել, որ 16 թվականի բյուջեի եւ կատարողականի եւ 17 թվականի ես կարծում եմ թե բյուջեի գոյացման ժամանակ հաշվի առնելով այս գործոնները եւ մենք պետք է այլ բյուջե ունենանք եւ այլ կատարողականի մասին մտածենք։ Դրական է կարծիքը, իմ կարծիքը որպես ֆրակցիայի մի անդամ բյուջեի վերաբերյալ, կատարողականի վերաբերյալ, բայց միաժամանակ ուզում եմ ասել, որ այս խոսքերը բնական է 17 թվականին արդեն բյուջեի կատարողականի հետ կապված այլ պահանջների ներկայանալու, հաշվի առնելով այս ամենը։ Պիտի ասեմ, որ նորմալ անցել ամենայն դեպս առ այսօր եւ հարցերի առումով եւ հետաքրքրությունների առումով 2015 թվականի կատարողականի վերաբերյալ։ Նու ասենք 2015 թվականին ինչ նախատեսվել է, հիմնականում կատարվել է։ Ինչ որտեղ 97%-ով, ինչ որտեղ 100%-ով կատարողականը այդ ցուցանիշների հասել է։ Նու բայց այս օրերին արդեն ավելի շատ հարցադրումները նմանալու վարչապետը խմբակցությունների հետ քննարկումների մասնակցումը ավելի շատ բոլորին հուզում է, բոլորին հետաքրքրում է ստեղծված իրավիճակը ապրիլյան պատերազմից բխող հետևանքները, դասերը եւ կատարվելիք աշխատանքները, որպեսզի նման թերություններ, բաստողներ, ինչ որ եղել է ապրիլին, որպեսզի չկրկնվի։ Վարչապետը հանդիպեց մեր խմբակցության հետ, ժողովրդավարության խմբակցության հետ, էլի հարցերի հիմնական տեղատարապը ուղղված էր պատերազմի, վերջին պատերազմի բաստողները, վերջին պատերազմից հետքերը եւ հետևությունները, մեր անելիքները։ Վարչապետը լրիվ պարզաբանեց, գոհ ենք ամենայն դեպս, ընդհանրապես ոչ թե իր պատասխաններից, այլ կասեի, որ բյուջեի կատարողականից իմ կարծիքով բոլոր խմբակցությունները պիտի որ գոհ լինեն, ինչ որ նախատեսվել է, կատարվել է։ 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը մենք գտնում ենք, որ կատարվել է բյուջետային համակարգի օրենքին համապատասխան, կա վերահսկիչ պալատի դրական եզրակացությունը։ Մենք ոչ միայն պետք է խոսենք 2015 թվականի կատարողականի մասին, այլև համեմատություններ կատարենք 2007 թվականից սկսած մինչև 2015 թվականը, ինչու՞ չէ նաև մինչև ապրիլի 2։ Կառավարությանը հաջողվեց վարչապետի գլխավորությամբ ամեն տարի ապահովել 9-10% հնայի աճ։ Մենք վարչապետի հետ համատեղ նիստի ժամանակ հարց բարձրացրինք, որ արդյոք այս պատերազմական գործողությունները վտանգի տակ չդնում 2016 թվականի բյուջեն, վարչապետը պատասխանեց, որ լիահույս է, որ հնայի աճ անպայման ապահովվելու է։ Վարչապետը մեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հանրահարականներ է տվել բոլոր նախարարներին, որպեսզի վերանայեն իրենց 2016 թվականի երկրորդ կիսամյակի պետական բյուջեի մասով գումարները։ Ես համոզված եմ, որ պատերազմող երկրի համար շռայլությունը անընդունելի է։ Առավել ևս պետական համակարգում աշխատող մարդկանց, պետական պաշտոն զբաղեցնող մարդկանց համար։ Մայիսը նաև Հայաստան-Արցախ խորհրդարանական համագործակցության մասով էր արդյունավետ քննարկումների առանցքում ապրիլյան իրադարձություններն էին եւ ոչ միայն։
Մայիսի 7-ին ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանների արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի օրինապահպանության մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը, ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը եւ դրանից բխող գործողությունները թեմայով։ Օրակարգում արտաքին հարաբերություններում եւ պաշտպանության բնագավառում ապրիլի 2-ից հետո ցակած մարտահրավերներն են։ Ապրիլի 2-ից ամեն ինչն է փոխվել եւ ինչ-որ չափով սառնցնցուղ է եղել նաեւ մեր համար, որ մենք հասկանանք, թե ինչ բացեր ու խութեր ունենք, ինչ հարցերում պետք է բարելավենք պետական կառավարման համակարգերը եւ նաեւ ինչ համապատասխան փոփոխություններ պետք է մտնեն մեր արտաքին քաղաքականության ուղղությունների իմաստով։ Այն, որ արտաքին քաղաքականությամբ եւ ուժային ոլորտով զբաղվող հանձնաժողովները համատեղ նիստ են անցկացնում, խորհրդարանականները նաեւ խորհրդանշական են համարում, այսինքն չեն բացառում հակամարտության կարգավորման տարբերակներից եւ ոչ մեկը։ Երկու մասն էլ չափազանց կարևոր է եւ ռազմական իրադրության գնահատումը եւ արտաքին քաղաքական միջավայրի հետ կապված գործոնները, որոնք բնականաբար մենք պետք է հաշվի առնենք մեր քննարկումներում։ Ասել է թե մենք մեկ անգամ եւս փաստում ենք, որ Արցախյան հիմնախնդիրը գտնում է թե քաղաքական դաշտում եւ թե ռազմական։ Նիստը դեռնփակ էր, քննարկված հարցերի հիմնական մասը հրապարակման ենթակա չեն։ Մասնակիցները բարձրաձայնում են այն, ինչն ակներև է եւ ունեցածի եւ անելիքների մասով։ Մենք այստեղ ունենք հաղթանակած պետություն, ունենք մարտունակ բանակ, ունենք խիզախ հերոս զինվոր, բնականաբար բոլոր ուղղություններով, ռազմական, քաղաքական, դիվանագիտական ուղղություններով մենք ունենք նաև որոշակի անելիքներ եւ այստեղ շատ կարեւոր է նաև մեր գործընկերների հետ տեսակետների փոխանակում իրականացնել։ Մենք պետք է հարգենք մեր բանակցային հանձնառությունները, պետք է պատասխանատու լինենք խաղաղ կարգավորման համար եւ պետք է ամեն ինչ անենք, որ մենք գնանք Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման։ Մայիսի 21-ից 22-ը 10 կուսակցություն Հայաստանի եւ 5 կուսակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հավաքվել են Ստեփանակերտում քննարկելու ոչ միայն միջկուսակցական, այլև համազգային նշանակության թեմաներ։ Առաջին նիստի գլխավոր բանախոսը Տիգրան Թորոսյանն է։ Թեման հայկական կուսակցությունների զարգացման հեռանկարները։ Փորձագետը համոզված է, թեման սերտ կապված է սահմանադրական փոփոխությունների հետ։ 2015-ի սահմանադրական բարեփոխումներով հայաստանյան քաղաքական ուժերի զարգանալու եւ կայանալու նոր փուլի մեկնարկը տրվեց։ Խնդիրը միայն իրավական փաստաթղթերը չեն, այլ նաև մարդիկ, ովքեր այդ ամենը պիտի կյանքում կիրառեն։ Մասնակիցներից յուրաքանչյուրը կուսակցությունների զարգացման եւ ժողովրդավարության մասին իր պատկերացումներն ունի։ Հայաստանի քրիստոնյա դեմոկրատների միության ղեկավարն օրինակ առաջարկում է ընտրությունների ժամանակ թող ներկայացվի ոչ միայն կուսակցության ծրագիրը, այլև թիմը, որը կուսակցության հաղթանակի դեպքում պետք է ծրագիրն իրականացնի։ Եվ եթե մենք այս խնդիրները դնենք, ուրեմն ցանկացած կուսակցություն սկսի արդեն մտածել իր շարք ներգրավել գաղափարապես կայացած մասնագիտական առումներով ուժեղ, չէ, որակներ ունեցող անհատների։ Հայկական քաղաքական դաշտի ամենաստաժավոր անդամներից մեկի ներկայացուցիչն էլ իդեալական քաղաքական դաշտի իր տեսլականն ունի։ Ազգային պետական հիմնարար բոլոր հարցերի վերաբերյալ դա անվտանգությունն է, դա պետականությունների կայացումն է, դա ժողովրդավարությունն է, քաղաքական ուժերը անկախ իրենց սոցիալ-տնտեսական հայացքներից պիտի լինեն միասնական։ Իսկ արդեն մանրամասների մեջ, իսկ արդեն դրան հասնելու ուղղությունների մեջ մոտեցումներ բնականաբար տարբեր։ Հանդիպման երկրորդ մասը Արցախի վարչապետն է նախագահել, թեման կուսակցությունների դերն է արտաքին քաղաքականության մեջ, բանախոսը Ստյոպա Սաֆարյանն է, հատկապես Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում կան եւ ձեռքբերումներ եւ չօգտագործված ռեսուրսներ։ Քաղաքական ուժերը պետք է իրենց բոլոր ջանքերը ներդրեն, որպեսզի միջազգայինորեն ճանաչվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Բայց միջ այդ մենք գիտենք, որ արդեն բանակցությունները շարունակվում են եւ պետք է իրենց լծակները նաեւ օգտագործեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մասնակցի բանակցային գործընթացին եւ վերականգնվի Բուդապեշտյան սամիթի ձևաչափը։ Ստեփանակերտում կայացած հայկական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցները նաև առաջնագծում են եղել։ Կուսակցականները սահման են մեկնել մի քանի ուղղությամբ հանդիպելով Արցախի արևելյան եւ հյուսիս-արևելյան սահմանները պահող զինծառայողների հետ։ Մեր ընդդիմությունը խրամատից այն կողմ է, իսկ թիկունքում ամեն դեպքում կոալիցիա է, կատակում են զինվորները, քաղաքական գործիչները չեն արարքում։ Գտնվելով իմ հայրենիքի, մեր հայրենիքի առաջնագծում դժվար է մտածել տարբեր քաղաքական տարաձայնությունների մասին։ Սահմանի վրա այլևս քաղաքականությունը ավարտվում է եւ այստեղ
ես կարծում եմ մեր զինվորը հատկապես պիտի տեսնի, որ հասարակությունը առանց բացառությունների իր կողքին է, իր թիկունքին է եւ բոլորի հիմա ուշադրություն պիտի լինի նա, որ թույլ չտանք, որ հերթական անգամ վտանգը շատ մոտենա մեր սահմանին ու դա զինվորի կյանքով պահենք։ Այս ոգով էլ կուսակցությունների երկրորդ ֆորումի հռչակագիրն է քննարկվել, հերթական անգամ է ամրագրվել։ Կան հարցեր, որոնց արդիվ քաղաքական ուժերը միակարծիք են, անկախ իշխանություն ընդդիմություն լինելու փաստից։ Եթե մենք հարգում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաղաքական կամքը եւ նրա սահմանադրական կարգը, բնականաբար նաև հարգում ենք սահմանադրությունը եւ խնդրի լուծման վճռորոշ ձայնը տալիս ենք Արցախին։ Ավելորդ է ասել, որ չկա եւ Հայաստանում եւ Ղարաբաղում որևէ քաղաքական կուսակցություն, որը կասկածի տակ է դնում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ իրավունքի իրագործման ճանապարհին սեփական պետություն կառուցելու նախաձեռնությունը եւ այդ պետության գոյությունը վերջին 25 տարիների ընթացքում։ Կուսակցությունների հերթական հանդիպումը հնարավորություն տվեց քննարկել ինչպես ավելի արդյունավետ օգտագործեն բոլորի հնարավորությունները ընդհանուր գործի համար, կարևորում է Արցախի խորհրդարանի նախագահը։ Քննարկումների արդյունքում գոնե ձևավորվել է այնպիսի մի հնարավորությունների շրջանակ, որը ամեն մի կուսակցություն առանձին եւ գործընկերությամբ կարող ենք մենք ստեղծել այդ նաեւ ռեսուրսը, որպեսզի միջազգային հարթակներում հաջորդ ապագա քննարկումների ժամանակ շատ ավելի կոնկրետ եւ թիրախային լինի։ Եվ բնական է, որ դա հենց վերաբերում է առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի ղեկավարությամբ։ Մայիս ամիսը հյուրառատ է եղել Միացյալ Նահանգներ եւ Ֆրանսիա, Բուլղարիա եւ Գերմանիա։ Սա այն երկրների ոչ ամբողջական ցանկն է, որտեղից նախորդ 30 օրվա ընթացքում հյուրեր են ունեցել խորհրդարանում։ Մայիսի 18-ին Արցախ են ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի պատգամավոր Ուլա Ելփքեն եւ Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերն ու Հասան Բուրգուջօղլին։ Խորհրդարանականներին Արցախում ուղեկցում են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը եւ վերլուծաբան Սարգիս Հացպանյանը։ Հյուրերը ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարել զոհված ազատամարտիկների շիրմաքարերին, ինչպես նաեւ հայրենական մեծ պատերազմի ու ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին։ Եվրոպացի պատգամավորներին ընդունել է ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Հանդիպմանը մասնակցում են ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը։ Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Գերմանիայի ժամանած պատգամավորների Արցախում հանդիպումներ ունենալու որոշումը եւ նշել, որ այդպիսի այցելությունների եւ մտքերի փոխանակումը հատկապես այս օրերին շատ կարեւոր են տարածաշրջանում կայունության ապահովման եւ խաղաղության հաստատման ուղիների որոնման տեսանկյունից։ Անձամբ ես որպես ձախ կուսակցություն ներկայացուցիչ մենք հատկապես կողմ ենք միայն խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանը։ Մենք կողմ ենք ազգերի ինքնորոշման իրավունքին, դա պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով եւ մենք ձախերս գտնում ենք, որ բոլոր մարդիկ պետք է կարողանան ստեղծել մի միջավայր, որտեղ կարողանան մարդկային հարաբերություններ ստեղծել, այլ ոչ թե արհավիրքներ։ Մեզ համար անընդունելի են այն ռազմական հանցագործությունները, որ վերջերս տեղի ունեցան, դրանք կրում են իսլամական պետության ձեռագիրը։ Մենք իսկապես ցանկանում ենք, որ ճանաչվի Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը եւ հարգվի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե 120 տարի առաջ Բերլինի կոնգրեսում առաջ քաշված խնդիրները լուծում ստանային, այսօր խնդիրներ չէինք ունենա։ Մայիսի 23-ին ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին եւ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին։ Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը, Միացյալ Նահանգներում հայկական շահերի պաշտպանության եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապանման գործում։ Մայիսի 24-ին ազգային ժողովի նախագահ Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը ընդունել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուଆ Ռոշբլուանին
եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեին։ Ազգային ժողովի նախագահի հետ կայացած հանդիպումից հետո խորհրդարանում ֆրանսիացի պատգամավորների հետ հանդիպումը շարունակվել է նիստերի մեծ դահլիճում Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի անդամների, կառավարության ներկայացուցիչների, կրթության եւ մշակույթի ոլորտները ներկայացնող գործիչների մասնակցությամբ։ Արցախի ֆրանսիացի բարեկամները ցանկանում էին այստեղ գալ դեռ ապրիլյան լարվածության օրերին։ Իրենք են հորդորել մնալ Եվրոպայում եւ այնտեղից պայքարել ընդհանուր նպատակի համար, խոստովանում է Աշոտ Ղուլյանը, թե ինչ են հասցրել այդ ընթացքում ինքն է մանրամասնում։ Եղել են բազմաթիվ հարցազրույցներ, հոդվածներ լրատվամիջոցներում, եղել է Ֆրանս-Ղարաբաղ բարեկամության շրջանակի կողմից երկու պաշտոնական հայտարարություններ եւ նրանք մշտապես եղել են այն բոլոր իրադարձությունների հորձանուտում, հատկապես լրատվամիջոցներով, եւ կարծում եմ շատերը այստեղ հիշում են ապրիլի 18-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեր գործընկերների կողմից այն ելույթները եւ միջամտությունները, որ նրանք ներկայացրեցին Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված։ Agit de son mieux, mais aujourd'hui on peut être satisfait. Քիչ առաջ խոսեցինք ուրեմն Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի մասին, որ գործունեություն է տանում, բայց գոհանակությամբ կարող ենք ասել, որ այսօր անդամների թիվը ավելանում է գնալով, ավելի քան երբեք մենք համերաշխ ենք Արցախի հետ եւ հավատացեք, որ Ադրբեջանը մեզ չի կարող լրացնել։ Ես Ղարաբաղցի եմ Ֆրանսուଆ Ռոժբլանի կոչին նաև գործընկերը Ռենե Ռուքեն է միանում։ Ինքը իշխանությունը Ռոժբլանը անդիմությունն է ներկայացնում, հիշեցնում է Ռենե Ռուքեն եւ վստահեցնում Ղարաբաղի հարցում իրենք միակարծիք են, պատգամավորները գաղտնի չեն եկել Արցախ։ Avant de venir vous voir, nous avons rencontré Harlem Désir tous les deux. Մինչև Ղարաբաղ գալը մենք հանդիպեցինք Արլեմ Դեզիրին, որը Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետական նախարարն է, պետական քարտուղարն է, իրեն տեղյակ ենք վայել, որ գալիս ենք Արցախ եւ ինքը մեզ խնդրել է, որ Արցախից վերադառնալուց նորից իրեն հանդիպենք, որպեսզի պատմենք, թե ինչպիսին է իրավիճակը Արցախում։ Ֆրանսիացի պատգամավորները եղել են նաև Թալիշում եւ Առաջնագծում, իսկ Ստեփանակերտում հանդիպել են ռմբակոծությունների պատճառով տեղահանված բնակիչներին։ Ընդգծում են, վաղուց է հասունացել ոչ միայն բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցությունը վերականգնելու, այլև Արցախի հանրապետությունը ճանաչելու ժամանակը։ Եվ ես կարծում եմ, որ Արցախի ներկայացուցիչները, Արցախի իշխանությունները պետք է անպայմանորեն մաս կազմեն կրկին բանակցություններին, բանակցային կողմ հանդիսանան, որովհետև Արցախի այդ ներկայացուցիչները կամ իշխանությունները չեն կարող բանակցային գործընթացից շարունակել դուրս մնալ։ François et moi, nous sommes sur cette position. Պես Ֆրանսուଆ Ռոժբլանի այնպես էլ ինքն դիրքորոշումը, որ այդ լուծումը միայն կարող է լինել Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու միջոցով եւ այս միջոցով է, որ վերջնական խաղաղության եւ վերջնական կայունության կարելի է հասնել այս տարածաշրջանում եւ մենք այդ ուղղությամբ եւ մենք այս ուղերձը փորձում ենք հնարավորինս ուղղել մեր զրուցակիցներին։ Մայիսի 25-ին ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության ժողովրդական ժողովի մի խումբ պատգամավորների, Բուլղարիայի փրկության ազգային ճակատ կուսակցության նախագահ Վալերի Սիմեոնովի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկայ էին ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը եւ Արցախ կատարած այցի ընթացքում պատվիրակությանը ուղեկցող Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Բուլղարացի խորհրդարանականները Արցախում են նախագահ Բակո Սահակյանի հրավերով, եկել են տեղում իրավիճակին ծանոթանալու եւ առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու։ Стараемся расширить сотрудничество между Нагорным Карабахом и Болгарией. Ուզում ենք Բուլղարիայի եւ Արցախի խորհրդարանների միջև համագործակցությունը խորացնել, կփորձենք համագործակցել мշակույթի եւ տնտեսության ոլորտերում։ Դրանք իհարկե առաջին քայլերը կլինեն, բայց հուսադրող քայլեր։ Это первый шаг, но я думаю, что очень обнадеждающий шаг. Հաղորդման այս հատվածում առանձնացված իրադարձությունների համար ընդհանուր է մեկ հանգամանք հեռավորությունը չի խանգարում։ Մի դեպքում մեսիջը Ստեփանակերտից Հունաստանին է հղվում, մյուս դեպքում Չիլիից Ստեփանակերտին։ Մայիսի 19-ին ազգային ժողովի խմբակցություններն են հայտարարություն ընդունել Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին։ Այս փաստով Արցախը համալրեց այն փոքրաթիվ երկրների շարքը, որոնք պաշտոնական մակարդակով են ճանաչել եւ դատապարտել հույն ժողովրդի հանդեպ Թուրքիայի ոչռագործությունները։ Աշխարհի բոլոր ժողովուրդները ունեն պատմություն, սակայն Թուրքիան ունի հանցավոր անցյալ։
իրոք պետք է դատապարտել այդ հանցավոր անցյալը, որովհետև այդ հանցավոր անցյալի չդատապարտելը ծնում է նոր հանցագործություններ, որի ականատեսը մենք եղանք եւ ապրիլյան օրերին։ Մենք հպարտ ենք, որ ապրում ենք Արցախում մի երկրում, որը պաշտոնապես ճանաչեց ու դատապարտեց Պոնտոսի հույների ցեղասպանությունը եւ իր այս քայլով Արցախը դասակարգվեց աշխարհի այն 5 երկրների շարքում, որոնք դատապարտում են Պոնտոսի հույների ցեղասպանությունը։ Ուրախալի է, որ մեր երկու ժողովուրդները կարողանում են մեկը մյուսի հոգսերը զգալ, ճակատագրերը զգալ եւ սատար լինել մեկը մյուսին։ Դա շատ կարեւոր հանգամանք է, որ ես շատ կարեւորում եմ։ Հայերիս ու հույներիս թշնամին նույն հասցեատերն է եւ մենք այսօր էլ պայքարում ենք նույն այդ ոսոխի դեմ։ Պատահական չէ, որ Արցախյան պատերազմին զինվորագրվեցին բազում հույներ եւ նրանցից շատերը զոհվեցին հանուն Արցախի ազատության։ Այսօր էլ այդ պայքարը շարունակվում է, սահմանները Արցախի հսկում են հունահայ ընտանիքների զավակներ։ Մայիսի սկզբին Չիլիի խորհրդարանի ստորին պալատն էր բանաձև ընդունել, որով դատապարտում էր Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան։ Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 23-ին շնորհակալական նամակներ է ուղարկել Չիլիի падգամավորների պալատի նախագահ Օսվալդո Անդրադեին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող թիվ 565 բանաձևի հեղինակ падգամավորներին։ Մեզ համար անչափ թանկ ու գնահատելի է այն ուշադրությունն ու ընդգծված վերաբերմունքը, որ Չիլիի падգամավորների պալատը արտահայտել է որպես դիրքորոշում Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, հենվելով միջազգային իրավունքի նորմերի եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա։ Առանց չափազանցության ձեր հայտարարությունը միջազգային անտարբերությունը ճեղքող այն համարձակ քայլերից է, որն ընդօրինակելի պետք է լինի միջազգային անվտանգության հարցերով շահագրգիռ բոլոր դերակատարների համար, ընդգծված է խորհրդարանի նախագահի շնորհակալական նամակներում։ Այսպիսին էր խորհրդարանական մայիսը, առջևում ավելի հետաքրքիր զարգացումներ են սպասում։ Մինչ նոր հանդիպում։